Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաժ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Սերը սիրուն է դարձնում ամեն օրը, ես քո կապանն եմ դու իմ Վանաձորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո ջերմուկն եմ դու իմ աշտարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո սպիտակն եմ դու իմ Վարդենիսը, Էջմիածին է մեր խաչն ու հավատը, ես քո Աբովյանն եմ դու իմ Արարատը, ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, ես քո Խուստուկն եմ դու իմ Արագածը, ես քո առավոտն եմ դու իմ լուսաբացը, ես քո Տաթևն եմ դու իմ նորավանքը, ես քո հոգին եմ դու էլ իմ կյանքը, սերը սիրում է դարձնում ամեն օրը, ես քո Թալինն եմ դու իմ Ծաղկաձորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո Գավառն եմ դու իմ Ագարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո Արմավիրն եմ իսկ դու իմ Գորիսը, սերն է երգում մեր ջանն ու հաջանը, ես քո Տաշիրն եմ դու իմ Դիլիջանը, ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, ես քո Արաքսն եմ դու իմ Որոտանը, ես քո Այգեպանն եմ դու իմ Բուրաստանը, ես քո պայքարն եմ դու իմ հայրենիքը, ես քո Լեմերդ եմ դու իմ հարսանիքը, սերը սիրում է դարձնում ամեն օրը, ես քո Սիսյանն եմ դու իմ մեծամորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո Սևանն եմ դու իմ ճամբարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո Մեղրին եմ իսկ դու իմ Մասիսը, սերն է լցնում մեր տունն ու օրանը, ես քո Ջավախն եմ դու իմ ապարանը, ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, ես քո Նոր Հաչն եմ քո Բերդն ու Բեդինը, ես Նոյեմբերյանն ու Ալավերդինը, ես քո Եղվարդն եմ ու Ստեփանավանը, ես քո փայգն ու Չարենցավանը, սերը սիրում է դարձնում ամեն օրը, ես քո արդիկն եմ դու Եղեգնաձորս, սեր կդառնա վաղվա մեր գալիքը, ես քո Հրազդանն եմ դու իմ Արալիկը, սերն է պահում մեր սուրբ օթևանը, ես քո Արտաշատն եմ դու իմ Իջևանը, սեր է մեր գյուղը, քաղաքն ու ավանը, ես քո Մարտունին եմ դու իմ Քաջարանը,
Երևանը Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը Ասում եմ բարի երեկո բոլոր նրանց, ովքեր գտնում են Ֆորտունա հեռուստաընկերության եթերային աշխատանքի հետ միասին Սաբաթ սենյակն, մենք աշխատում ենք եթերում, ինչպես յուրաքանչյուր շաբաթ ու կիրակի։ Հարգելի բարեկամներ, ինչպես գիտեիք, նախորդ շաբաթների ընթացքում ես այստեղ մենակ աշխատում եմ, որովհետև ռաֆը չարություններ արել, չեր խմել տատիկի պատրաստած մալինայով թեյ եմ եւ հիվանդացել էր։ Լավ ասել, որ առողջացել ես, Ես վերադարձել եմ, ողջունում եմ բոլոր հեռուստադիտողներին, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր երևի կարոտել էին եւ հեռուստադիտողները SMS-ներով ինձ հետ բերեցին, չէ, այս ժամանակ կար այդպես։ Այսինքն Մալինան քեզ իրականում Մալինան հետ բերեց աշխարհ եւ աշխարհից էլ SMS-ներով հետ բերեցին դեպի տաղավար, ես իրականում շատ կարոտել էի բոլորին։ Այո, հիմա բոլորն էլ ասում են, որ իրենք էլ քեզ են կարոտել։ Ես խորհուրդ եմ տալիս այսուհետ անընդհատ խմես ազնվամորով թեյ, որպեսզի Պարտադիր տատիկի պատրաստած։ Պարտադիր, դա շատ պարտադիր է։ Եվ ինչպես շաբաթ եւ կիրակի հարգելի հեռուստատողներ, այսօր էլ մենք բացում ենք եթերային այս ձևաչափով մեր դռներն, ասում ենք բարի գալուստ, բաց սենյակ։ Այո։ Եվ գիտես, թե վերջին հիթը մեր մասին է։ Որոշ ուրբաթ շաբաթ կիրակի, բայց միայն շաբաթ կիրակին է մեր։ Դա ուղղակի շփոթմամբ են այդ երգը։ Շնորհակալություն կազմակերպիչներին, իսկ այժմ լսում ենք շատ գեղեցիկ երգ եւ վերադառնում ենք տաղավար շարունակելու մեր եթերը։ Լուսինն է լավ ամպերից, սիրտս ելավ ափերից, ասի մի բան մտածեմ, քեզ տեսնեմ նորից, արի գնանք մեր այգի, նստենք շուրջը կրակի, երեք ուրբաթ ես օրվանը շաբաթ կիրակի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, որ իմ սիրտը չմարի, սենց առանցյալի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, թե չէ սիրտս կմարի, սենց առանցյալի Մտածում եմ այսօր ես, սերս պիտի ասեմ քեզ Արի դու իմ ետևից, ժամը 8:30 Քանի օր է մոլորված, քեզ եմ սպասում աչքս թած Թե գալու ես տանես դուռը, թողնեմ կիսաբաց Ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի Որ իմ սիրտը չմարի, սենց առանցյալի Ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի Թե չէ սիրտս կմարի, սենց առանցյալի Մենք վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ եւ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր այս պահին միացան մեզ եւ առասարակ ինչպես կարելի է գտնել եւ միանալ մեզ։ Ֆորտունան հասանելի է
Facebook-ում, որոնում ենք բաց սենյակ եւ կարող եք հետեւել մեր աշխատանքներին, ինչպես նաեւ YouTube-ում։ Ֆորտունա Մենք TV մեր YouTube-յան ալիքն է եւ սոցիալական մեր բոլոր էջերում կարող եք գտնել Ֆորտունա հեռուստաընկերություն։ Դու մեղրել պետք է օգտագործես, հարգելի երավ, որպեսզի վերականգնես քո հիշողությունը։ Սիրելի բարեկամներ, ասում ենք շնորհակալություն, թե ինչպես էլ մեզ դիտում եք, on-line թե off-line հարթակներում, Հայաստանի սահմաններից դուրս թե աշխարհի ցանկացած կետում։ Հիմա կհարցնենք ինչպես ձեզ դիտենք աշխարհի ցանկացած կետում։ Բնականաբար on-line դիտույթում, համացանցի օժանդակությամբ եւ իհարկե կաբելային ցանցերի, կաբելային հեռուստատեսության հասանելիությամբ։ Իսկ Հայաստանում Ucom, Team Telecom եւ Ovio ցանցերի միջոցով կարող եք միանալ բջջային օպերատորների։ Բջջային օպերատորների միջոցով։ Եվ իհարկե մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր հաղորդումը սպասարկող Նունե Վարդանյան դիմահարդարման ուսուցման եւ բուժական կենտրոնին, հասցեն Տիգրան մեծ 39 կոտորակ 1 եւ իհարկե Maria Beauty Salon-ին Համբարձումյան 17 քարտակին տեսքի համար։ Իսկ ես շնորհակալություն եմ հայտնում այո։ Նունե Վարդանյան դիմահարդարման ուսուցման բուժական կենտրոնին եւ Maria Beauty Salon-ի մարտակին տեսքի համար։ Դե ինձ ելի բարեկամներ, իսկ դուք կարող եք դնել մեր հաղորդման գործընկերը, կհարցնեք ինչպես կպատասխանեմ այս ցեֆով։ 0999022833 Այս հեռախոսահամարը գործում է շուրջօրյա եւ կապ է հաստատում մեր հաղորդման հետ։ Իհարկե նաեւ կարող եք դնել մեր տաղավարում կամ կարող եք նաեւ գրել եւ տարբեր առաջարկություններով իհարկե ներկանալ ու խոսել հենց այս հնարավորության մասով եւ տալ ձեր լսանին ինչը որ դուք առաջարկում եք։ Կարող եք դնել նաեւ գործընկեր գործող համարը 0999022833 ինչպես նշեցի կամ այցելեք քաղաք Վանաձոր դիմաց թաղամաս աղանոցում եք կոտորակ 2 գծիկ 1 դիմացի հրապարակում է Ֆորտունան գտնվում։ Իսկ նկատել ես որ շուտով նոր տարի է։ Այո։ Մի տեսակ այս տարի հազիվ է սովորել 2025-ին մի անգամից դառնում է 2026։ Արդեն մարդիկ սկսում են տոնածառ դնել։ Այլևս դու նկատել ես որ խանութներում ամաննավաճառ շունչն է խաղալիքներ եւ խցանումներ ողջ քաղաքի երկայնքով։ Ինչն են արդեն գնում խոզի բուդ։ Կարծես լինի աշխարհի վերջը։ Խոզի բուդ մրգեր եւ ինչ որ անհրաժեշտ է նոր տարին ճոխ դիմավորելու համար, բայց դեռ նոյեմբերն է։ Բայց մենք դեռ ժամանակ ունենք։ Եվ աշնան վերջին ամսվա տաք լուսավոր ու ոսկեգույն երանգները վայելելով խաղաղ աշնանային երեկո ենք մաղթում, այս բան երաժշտությամբ, հետո մեր գործընկերների հոլովակներն ենք դիտում ու ողջունում ենք բոլոր ստեփանավանցիներին, գովազդից հետո կասեմ ինչու։ Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Լուսանա առավոտը, արթնանալու կարոտը, չի հերիքում էլ ինձոտ, պես արնությունը ինձ անծանոթա։ Ես թվում է, որ մենք խաբում ենք իրար, դու երկում ես, բայց հոգու սիրտը գիտի դա, դիմանում ես, բայց տարապողը հոգի դա, մենք հիմա իզուր տանջում ենք իրար։ Ես թվում է, որ մենք խաբում ենք իրար, դու երկում ես, բայց հոգու սիրտը գիտի դա, դիմանում ես, բայց տարապողը հոգի դա, մենք հիմա իզուր տանջում ենք իրար։ Մենք օրի հասկանում ենք, որ իրանից հեռանում ենք, վերջը անխուսափելի է, այս լռությունը սարսափելի է։ Դատարկությունն է իմ շուրջը, ու սիրտը իմ մամայի է, տեսքը տրվում է իմ շունչը, ով ախերով հոգիս իմալի է։
խփում ենք իրար Դու հերքում ես բայց ու քո սիրտը գիտի դա Իմանում ես բայց տարապողը հոգի դա Մենք հիմա իզուր տանջում ենք իրար Իսկ թվում է որ մենք խփում ենք իրար Դու հերքում ես բայց ու քո սիրտը գիտի դա Իմանում ես բայց տարապողը հոգի դա Մենք հիմա իզուր տանջում ենք իրար Բարև ձեզ Բարև ձեզ Դուք էլ նկատեցիք, որ խանգարում էինք իրանց Աչկայ սերու է տակտար իրականությունը Ու սպասելի մահերաշների ախելգությունը Չի փրկվելու էլ, չի կրկնվելու էլ Սերը որ լքես մեզ գիշերով Սուտա որ իմա իպրիմ ու կոմեջ ամեն ինչ կարգին է Սուտա որ դեռ մեր երջանկությունը մեր կողքին է Սուտա ընդամենը, ու հա ընդամենը Մենք հիմա ապրում ենք ուշերով Ընդամենը մենք ապրում ենք ուշերով Իզուր մեր հոգիները մաշելով Բայց եկել է վերջը, արի պակենք է սեջը Ու թողնենք իրար ես գիշերով Ընդամենը մենք ապրում ենք ուշերով Ու իզուր մեր հոգիները մաշելով Բայց եկել է վերջը, արի պակենք է սեջը Ու թողնենք իրար ես գիշերով Գնալով մեր կյանքը դաժանանալու է Գնալով մեր սերը էժանանալու է Ու շատանալու է ցավը Սերը անցավ ու էլ չի բրգվելու Գնալով մեր կյանքը դաժանանալու է Գնալով մեր սերը էժանանալու է Ու շատանալու է ցավը Սերը անցավ ու էլ չի կրկնվելու Ասում եմ բարի երեկո բոլոր նրանց, ովքեր շարունակում են գտնվել Ֆորտունա հեռուստաընկերության եթերային ընթացքի հետ Սաբաթսենյակն, ասելի բարեկամներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Վանաձորում, ովքեր մեզ դիտում են Լոռու մարզի ցանկացած համայնքում, նախաբանում ասում ենք, հատկապես Ստեփանավան եւ իհարկե աշխարհի ցանկացած կետում, որտեղ հասանելի է Ֆորտունան։ Եվ այժմ սիրով ներկայացնենք մեր հյուրերին։ Մեր տաղավարում բանաստեղծ, թարգմանիչ, դերասան Ստեփանավանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Շիրմազանն է, բարի գալուս։ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Մովսես Խորենացու մեդալակիր միջազգային գրական մրցանակների դափնեկիր Էլֆիկ Զոհրաբյանն է մեր տաղավարում, բարի գալուս։ Բարև ձեզ, Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հոյակապ ընտիր։ Շատ հրաշալի է։ Ինչպես եք սիրում անցկացնել առհասարակ աշնանային եւ ազատ օրերը, ազատ երեկոները, հանգստյան երեկոները։ Աշնանայինը հատուկ եմ շեշտել, հուսում եմ հուշում կա։ Ընդհանրապես հանգստյան օրը ցանկալի է որ մարդ հանգստանա։ Աշնան մելամաղձոտ տրամադրությանը հակառակ լավ տրամադրությամբ ժամանակ անցկացնի, եթե ժամանակ կա, բայց նենց հաստատվում որ շաբաթ կիրակի օրերը ինչ որ մի հատ զբաղվածության մի առիթ հանդիսանում, դա համա կատարյալ հանգիստ երևի չի ստացվում։ Երևի պետք էլ չի։ Ես հանգստյան օրեր չունեմ, 7 օրներ ինձ համար աշխատանքային են, օրը բաժանված է մի քանի մասերի եւ հաճույք եմ ստանում, որովհետեւ զբաղվում եմ իմ սիրելի գործերով։ Հանգստանալ 80-90 տարեկանից հետո։ Վերջ։ Շնորհակալություն։ Հարգելի հյուրեր, մեր այսօրվա հանդիպման նպատակը բնականաբար Ստեփանավանից լավ լուրերով եք եկել եւ Ստեփանավանում այսուհետ գործելու է թատրոն։ Հարգելի հեռուստադիտողներ, նոյեմբերի 10-ին ժամը 18-ին Ստեփանավանի մշակույթի պալատում հանդես են գալու Ստեփանավանում հրաշալի մի նախաձեռնությամբ Սևասկես մարդիկ ներկայացմամբ։ Եվ միանգամից ճակերտավոր մեղավորներն են մեր տաղավարում ի վերջո։ Գան գաղափարից ոնց եղավ այս նպատակը եւ ինչ պատմական նախաբան ունի։ Ստեփանավան թատրոն ունի արդեն։ Այո։ Գուցե մի քիչ թատրոն վաղ է ասել, այնուամենայնիվ իրականում Ստեփանավանը լուրջ թատերական ավանդույթներ ա ունեցել։ Դեռևս առաջին ներկայացումները պատմականորեն հաստատված պահոցային նյութերի հիման վրա 1883 թվականին արդեն իսկ ներկայացումներ են դրվել ռուս զինվորների սպաների կողմից հետագայում այս ռուս սպաները բեմականացում են իրականացրել ռուսական եւ հայկական ուսումնական վարժարանների սաների համար հետագայում այդ գործընթացը շարունակվել է ավելի ակտիվացել տարբեր տարիների տարբեր
ներկայացումներ են բեմադրվել քաղաքային ակումբում եւ 1932 թվականին Ստեփանավանում ստեղծվել է պետական թատրոն, որը մինչև համարյա 52 թվականը մոտ 20 տարի գործել է եւ այդ թատրոնի բեմում հանդես են եկել մեր թատրոնի մեծերը։ Այդ մեր թատրոնում իր առաջին քայլերն է կատարել Սոս Սարգսյանը, Ստեփանավանցի։ Նույն թատրոնում աշխատել է նաև ժողովրդական արտիստ Վլադիմիր Գրիգորյանը, ում 100-ամյակն է այս տարի նշվում, դա էլ խորհրդանշական է։ Եվ ըստ էության մի ուրիշ խորհրդանշական պահն այն է, որ թատերախումբ է ստեղծում արդեն իսկ այն մշակույթի պալատում, որը կրում է Սոս Սարգսյանի անունը, արդեն մշակույթի պալատը կրում է Սոս Սարգսյանի անունը եւ մի քանի տասնյակ տարիներ արդեն չկար թատրոն որպես այդպեսին չկար, բայց պետական թատրոնից հետո Ստեփանավանում գործել է ժողովրդական թատրոն եւ հետո երկրաշարժից հետո շենքի փլուզման պատճառով այդ գործընթացը դադարել է եւ այդ անվադնույթերը կարծես թե սառել են, բայց միշտ քաղաքացիները այսպես ջերմությամբ էին հիշում այն տարիները, երբ որ այդ թատերական ավանդույթներն եղել, ուղղակի այդ թատերական մշակույթը, թեկուզ հանդիսատեսի մշակույթը ձևավորված եղել, գնալ ներկայացման, այսպես գեղեցիկ հագնված եւ այլ, այդպիսի ավանդույթ եղել, այդպիսի մշակույթ եղել, եւ այդ բոլորը կտրվել է։ Եվ Փառք Աստծո, որ Ստեփանավանի համայնքի ղեկավարը գնաց ընդառաջ այդ գաղափարին, թատերախումբ ստեղծելու գաղափարին, ի վերջո որը ձևավորվի որպես Ստեփանավանի քաղաքային թատրոն։ Այդ կարգավիճակը կստանա եւ նրա ոչ միայն ընդառաջ գնաց, այլև բազմապիսի աջակցություններ ցուցաբերեց ինքը, որի շնորհիվ հնարավորություն եղավ մեր 2-3 դերասաններին ուրեմն հնարավորություն ընձեռնվեց ուսումնառության գործընթաց անցնել Վանաձորում, պարոն Զորաբյանի ղեկավարած թատերական ստուդիայում։ Բավականի տարբերություն կար ի սկզբանե նրանց պահվածքը, նրանց կաշկանդվածությունը, տարբեր բաներ, որ ասենք բավականի ձևավորվեցին իրենք որպես ապագա դերասաններ, իսկ միտքը այսպես կոնկրետ որոշեցինք, որ ճիշտ կլինի կատակերգությունից սկսել ուրախ ինչ-որ մի միջոցառ ներկայացումից, ոչ թե դրամա կամ մի այլ բան։ Դրա համար պարոն Զորաբյանի ընտրությամբ մենք ընտրեցինք ֆրանսիացի դրամատուրգի մի պիես, որը կատակերգություն է, որը թարգմանվեց մեր կողմից, հետո իր կողմից խմբագրվեց, կրճատվեց, ուղղումներ կատարվեց, մի խոսքով ստացավ այն ձևը, այն ձևաչափը, որ հիմա կա, որով ձևավորվեց ուրեմն թատերախումբը եւ սկսեցինք աշխատել։ Թատերախմբի համար այսպես ձգող ուժ որպես հարմար գտանք, որ մեր Աբելյանի անվան պետական թատրոնից դերասաններ հրավիրեցինք Արման Կոլոսովին, Արման եւ Մարիամ Սահակյաններին, Արման Սաքանյանին, Մարիամ Ղևոնդյանին, ես որպես ամուսիններ ներկայացրեցի, ճիշտ է, հա, եւ Սաքանյան ամուսինները եւ Արման Կոլոսովը բավական աշխատանք կատարեցին, ավելին ասեմ, շատ լավ մթնոլորտ ստեղծվեց։ Տեղացի ուրեմն դերասանների եւ իրենց միջեւ անգամ պահի տակ դժվար էր կրահել, որ նա նորը սկսնակ կամ դերասան է, իսկ նա պրոֆեսիոնալ, ընդհանուր մթնոլորտը լավ էր, կամեցողությունը լավն էր, իհարկե կար այսպես ուղղորդող աչք պարոն Զորաբյանի եւ այնուամենայնիվ ներքին այսպես մթնոլորտը շատ կարեւոր է, շատ ջերմ մթնոլորտ, շատ կամեցող մթնոլորտ, իրեր խորհուրդ տվող, օգնող եւ այլը, այդ մթնոլորտում վատ բան չէր լինի եւ մենք այս բոլոր այս անցած ժամանակահատվածում մեծ աշխատանք կատարեցինք, շաբաթական սկզբից ավելի քիչ հանդիպումներ, հետո ավելի համարյա հարցրեցինք ամենօրյա մի աշխատանքի աշխատաձևի, աշխատակարգի եւ հիմա ուզում ենք ներկայացնել մեր հանդիսատեսին եւ բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան գան Ստեփանավան
եւ հպարտությամբ մենք կարող ենք այսօր ասել, որ մենք քաղաքային թատրոնի հիմնակարն ենք դնում դրանով, հա։ Եվ դա Աստված, որ զարգանա այդ գաղափարը եւ թատրոնը ավելի իրական իր ձևը ստանա, որովհետեւ սկզբից ի վեր, ինչպես ասեցի, թատրոնը կառուցվել է 45 թվականին, վերսկսվել է կառուցումը որպես պետական թատրոն։ Եվ շենքը բավականին շքեղ, դահլիճը շքեղ, այսինքն բոլոր հարմարությունները կան, որպեսզի, ասենք, ներկայացվի բավականին լավ մակարդակով, հիմա արդեն ակտիվացել է, տարբեր կոլեկտիվներ են գալիս, եւ այնուամենայնիվ մեր խնդիրը ի սկզբանե մենք բարձր նշաձող վերցրեցինք, որ ոչ թե սիրողական, խմբակային մակարդակը լի, ոչ, լինի պրոֆեսիոնալ թատրոնի մակարդակ։ Այդ իհարկե պարոն Զորադանի եւ տղաների շնորհիվ կարողացանք, իմ կարծիքով, որովհետեւ ասել, որ Ստեփանավան թատրոն այս բոլոր տարիների չի եղել են խմբակների մակարդակի, սիրողական, անգամ ասենք գրադարանում աշնան արև են բեմադրել եւ այլը, բեմադրությունը կա, պիեսը կա, կարող են կատարողները փոխել, բայց նորից եմ ասում, դա սիրողական ողջունելի է, բայց սիրողական։ Մենք ուզեցանք, որ պրոֆեսիոնալ թատրոն կայանա եւ դրա ճանապարհով ենք գնում։ Շատ լավ։ Նոյեմբերի 10-ին, չէ՞, առաջին ներկայացումը, ինչ սպասելիքներ ունեն ներկայացումը։ Ես մինչև սպասելիքները իհարկե ուզում եմ հասկանալ, ինչով է ձեզ համար կարևոր այս ձեր պրոֆեսիոնալիզմի պատրաստակամության մասին, այսպես ուղիղ գծով տարավ պարոն Շիրմազանյանը։ Ձեզ համար այս համագործակցությունը ինչով էր կարևոր ու նոր գանք դեպի հարցին, եթե կարելի է։ Պարոն Շիրմազանը գրեթե ներկայացրեց ամեն ինչ, բայց ես մի քիչ այլ դիտակետից ներկայացնեմ, որ երբ առաջին անգամ ստացա զանգը, պարոն Շիրմազանի ոգևորվածություն, ցանկություն եւ իհարկե նաեւ ձեր համայնքապետի աջակցությունը եւ այլն, այսինքն կանչ Ստեփանավանից որ ստեղծել թատրոն, որ չգիտեմ, հիմա թատրոններ են փակվում, մենք հակառակն ենք ուզում անել, շատ բարդ, բայց չկարողացա ասեմ ոչ, բայց բոլորը գիտեն, որ ես որքան զբաղված եմ, որ մի ձեռքով 10 ձմերուկ եւ ուզում ես բոլորը ամեն ինչ լավ լինի եւ պրոֆեսիոնալ։ Մի քանի նկատառում ունեմ։ Առաջինը շատ գեղեցիկ քաղաք է, մտնում ես կարծես եվրոպական մի քաղաք մտնես, անգամ ճանապարհ այնտեղ կա որ ծառեր են, կողքը դաշտեր, այդ մեր գնալ գալը էսթետիկական հաճույք է, հումորով ուրախ այսպես գնում գալիս ենք։ Մյուսը այդ քաղաքին վայել չէ որ չունենա թատրոն։ Ես հիացած լսում եմ այդ դասական երաժշտություն, երիտասարդները ոնց են զբոսնում, չգիտեմ, ամեն ինչ շատ լավն է եւ արժե որ ունենա թատրոն, մշակութային կյանքը ակտիվանա, որովհետեւ ես նկատեցի նաեւ որ մեր երիտասարդները ունեն բարդույթներ, 21-րդ դարում նման բարդույթներ ունենալը մի քիչ տարակուսելի է, որովհետեւ այնտեղ առնչություն ունեցա երիտասարդների, որոնք ցանկություն ունեն դերասան դառնալու կամ եկել ուզում են ինչ-որ մի բան անել, զգում ենք, որ շատ կոմպլեքսավորված են, այսպես ասած, բարդույթավորված։ Եվ դա գալիս է քաղաքում թատրոն չունենալուց նաև, որտեղ թատրոնը կարող է ճաշակ թելադրել, մի քիչ առաջ նայել եւ այլն։ Ինչ վերաբերում է պիեսի ընտրությանը, մենք մի քանի տարբերակներ ունեինք։ Հայ դասականներ Զորյանից սկսած մինչև ժամանակակից հեղինակներ, բայց հասկացանք, որ այսօր, քանի որ ժողովուրդը երբեմն մռայլ տրամադրություններ է կրում եւ այլն, ավելի թեթև բան, բայց ես սիրում եմ, որ այդ հումորի մեջ ասելիք լինի, դատարկ հումոր չլինի։ Պիեսը ունի իր գաղափարը, որտեղ շահի խնդիր կա, հարազատի, կորստյան եւ այլն, վերնագիրը իհարկե փոխված է, բնագրով առողջ եղեք, Պիեր Շենոյի հայտնի ստեղծագործությունն է, որը շատ բեմադրվել է եւ այլն, մենք իհարկե կրճատել ենք, որովհետեւ 21-րդ դարում շատ խոսել պետք չի բեմից, փորձել ենք համատեղել պրոֆեսիոնալ դերասանների եւ դեռ ոչ պրոֆեսիոնալների, որովհետեւ իրենք էլ օժտված մարդիկ են եւ ցանկություն ունեն, մի քանիսը պատանեկան տարիքում չեն երիտասարդ են, բայց 40+։ Եվ այդ տարիքում գալ, սովորել, խոսքի, ձայնի վրա աշխատել, ամեն մանրուք
փորձել դզել, եթե ինչ որ մի բան ծուռ է, այսպես ասած, շատ հարգելի փաստ է։ Եվ այսպես իրենք էլ են ողջավորված, բայց դեռ շուտ է ասել, որ հիմա կա թատրոնը, դեռ մենք չգիտենք, նախ ամսի 10-ից հետո կտեսնենք, հեշտ չէ դա, պետք է ունենալ նաև ծրագիր, սրանից հետո ինչ պիտի անենք, եւ առաջինը, այսպես ասած, նվեր ենք մատուցում առանց տոմսերի է, բայց ես կողմ եմ, որ թատրոնը միշտ ունենա տոմս, այսինքն տոմսով լինի հանդիսատեսի այցը, որովհետեւ հայտնի է, որ Եվրոպայում, Ամերիկայում եւ այլուր տոմսը թանկ է, թատրոն հաճախելը պիտի լինի հաճույք եւ թանկ հաճույք։ Դրա հետ կապված են մի շարք բաներ։ Բայց երբ որ անընդհատ լինի անվճար, չգիտեմ ինչ, դա այդպեսով մի քիչ էժանացնում ենք, իսկ թիկունքում մեծ աշխատանք են տանում ռեժիսորները, արտիստները, պետք չի դա այնպես գնահատել։ Այդպես այդ ձևով գնահատել։ Մի խոսքով ձեր հարցը ինչ է։ Ակնկալիքներ, սպասելիքներ ներկայացումից, ինչպիսին են ձեր սպասելիքները այդ ներկայացումից, ինչպես կանցնի ըստ ձեզ։ Կարծում եմ վատ չի անցնի, որովհետև ամեն ջանք, այսպես աշխատանք, ոգևորվածություն ներդրել ենք, փորձել ենք անել եւ պիտի հաշվի առնել մասնակիցները այն Ստեփանավանի, բայց պայմանը այնպես է եղել, որ պարտադիր պետք է մեծամասնությունը կազմեն ստեփանավանցիները, տեղի մարդիկ, որպեսզի կարողանանք ձևավորել եւ տանել դեպի պրոֆեսիոնալիզմ։ Եվ ինձ հետ մեր Աբելյան թատրոնի շնորհաշատ դերասաններից, ինչպես նշեց պարոն Շիրմազան Արման Կոլոսովը, որը իդեպ նրա դեբյուտն է ռեժիսորական եւ նա էլ ոգևորված աշխատում էր պարոն Շիրմազանի թարգմանությամբ, պարոն Շիրմազանը անգամ անձնական ներդրումներ է արել, ինքը այդ հարցում շատ համեստ է, դուք տեսնեք ինչպես է աշխատում եւ մեր խումբը այսպես այնքան ոգևորված է երիտասարդական ոգևորվածությամբ, որ բոլորին վարակել է եւ չեն կարող մի բանը ծուռ անել։ Եվ չեք կարող չհաջողել։ Այո, եւ կարծում եմ դրական կլինի եւ համենայն դեպս ամեն ինչ փորձել ենք, որովհետեւ լուսային խնդիրներ կային, հնարավորինս փորձել են իրենք այդ հարցերը լուծել, բայց ուրախություն մեզ հունվարից հետո պետք է լինի մեծ վերազինում, կարծեմ շատ մեծ գումարով շահել են այդ տենդեր կոչվածը եւ պետք է Ստեփանավանի մշակույթի պալատը լուսային ընդիշ ձևավորում ունենա, ձայնալուսային, ինչի համար շատ ուրախ ենք։ Շենքը հրաշալի է, ակուստիկան չէ այնքան հաջող, դրա համար պետք է ունենալ շատ լավ բեմական խոսք, ձայն, մենք կողմ չենք միկրոֆոններ, որ կանխեն բարձրախոսներ վերևից, ես կողմ եմ, որ դերասան այնքան մշակված խոսք ու ձայն ունենա, որ մեջքով էլ խոսի, վերջի մարդը լսի, բայց հեշտ չէ, որովհետև իրենք նոր են սկսում, հիմա այնքան անելու բան կա, որ չգիտես որը ասես, որը թողես, բայց իրենք խելոք լսում են, փորձում են անել, հիմա էլ որ գիտեն ամսի 10-ին է, շատ հուզված այսպես, ոնց է լինելու այս ամեն ինչը, փորձելու ենք անել, չգիտեմ, մի ասում է սա այս քայլը պայծառ ինչ որ շոու է, հա, որ ուզում ենք անել, չգիտեմ ինչպես կլինի, հուսանք լավ կլինի, բայց շատ բարդ է, որովհետև մեր այստեղ աշխատանքները անելուց հետո մեր դերասանակազմն էլ է շատ զբաղված, երեկոյան այնտեղ պարտադիր գնում ենք 6-ին, փորձում ենք, ուշ վերադառնում ենք, մոռացած, որ կա հոգնածություն եւ այլն, դա մոռանում ենք, կամ էլ ասում ենք նորից, այդքան ամբողջը նորից կրկնել։ Մի խոսքով Ինչն է ամեն ինչում այս խնդիրների ֆոնին ամենամեծ ձգող, քաշող եւ էներգետիկ դաշտը։ Ինչն է այդպես ոգևորում, այո, շարժիչ ուժը, որն է որ նորից գնալ, նորից ներկայացնել, այդպես ոգևորվել դերասանների համար եւ թիմի համար առհասարակ։ Դուք էլ լինելով իհարկե այդ ամենի մեջ։ Գիտեք, նպատակը ստիպում ավելի ոգևորվես, որովհետեւ նաեւ օրինակ ասենք Ստեփանավանում բնակիչները, ուղղակի հասարակ բնակիչները ինձ
փողոցում կանգնացնում են, զանգում են բան, բայց երբ ալնելու, լսել ենք, ճիշտ է, թատրոն ալնելու եւ այլ, որովհետեւ նոստալգիկա։ Ու դերասանները արդեն գիտեն, որ այդպիսի սպասումներ կա, իրանք ձգտում են ավելի լավն լնել, այդ սպասումներն արդարացնել, բնականաբար իրենք հասկանում են, որ դա եթե ստացվի ու վերաձևավորվի այսօրվա թատերախումբը դառնա ավելի լուրջ, ասենք քաղաքային թատրոն, իրենք էլ իրենց ավելի, այսպես քաղաքում ավելի ընդունված, ճանաչված, սիրված կլինեն, դա երևի քիչ անձնական մոտիվացիայի համար քիչ չի։ Իսկ ձեզ Ինչպես նշեցի, միշտ կողմ եմ մշակութային լավ իրադարձությունների ակտիվ լինի, որովհետև մշակույթը, արվեստը մարդուն հիշեցնում են մնալ մարդ։ Եվ ըստ իս արվեստագետները պիտի լինեն այդ լուսավորյալ մարդիկ, որոնք արվեստի միջոցով լույս են տարածում։ Բայց իրենք էլ պիտի լինեն այդպիսիք, իհարկե, կարող է մեկ ասի, բայց ես ինչը, այսպես ես խոսում եմ իդեալական եւ պրոֆեսիոնալ տարբերակների մասին։ Իհարկե նաև իրենց պետք է թատերական կրթություն, ստուդիաներ, մենք այնտեղ ժամանակավոր այդպես ստուդիաներ բացեցինք, աշխատեցինք, պատրաստում ենք, այնտեղ կան երեխաներ, որ ուզում են գալ այստեղի Երևանի թատրոն եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ ընդունվել, սովորել, ավարտել եւ այնտեղ գնալ արդեն որպես պրոֆեսիոնալ կադր։ Սա երկարաժամկետ ընթացք է։ Բայց այս ամեն ինչը պիտի անենք, օգնենք, որպեսզի Ստեփանավանը եւս ունենա այդ թանքաճույքը, հեշտ չէ, որովհետեւ անգամ 80-90 տարվա պրոֆեսիոնալ թատրոններ այսօր մեծ այո, խնդիրներ ունեն դիմակայելու, հաղթահարելու, բայց խնդիրները հաղթահարվելու համար են։ Այս նախագծի համար որ կա ժամանակ եք աշխատել, շատ եմ, չէ՞, խոսում եք չափ։ Մենք ենք շատ խոսում։ Դե ճիշտն ասած, ի սկզբանե պարզ էր, որ դա 1-2 ամսում հնարավոր չի անել այն ինչին մենք հիմա հասանք։ Սկզբից 3 ամիս էինք նախատեսել, հետո 4 ամիս, հետո մի քիչ երկարացավ եւ դա ոչ թե ասենք վատ աշխատանքի կամ ինչ-որ մի հատ խնդիրների, ուղղակի ավելի շտկելու, ավելի կատարելագործելու գործընթաց էր, որ անընդհատ պետք էր շտկել, ամեն մեկի հետ անհատ աշխատել, բայց ավելի շատ տեխնիկական խնդիր։ Նաեւ տեխնիկական, բայց այնց չի որ հենց տեխնիկականն էր պատճառը, որտեղ մենք այսօր էլի երկուշաբթի օրը փորձա, բայց շաբաթ-կիրակի բանը երկուշաբթի օրը ներկայացում է, բայց մենք շաբաթ-կիրակի էլի փորձ ենք անելու։ Այսինքն մինչև վերջել էլի շտկելու բան կա։ Դրանով էր պայմանավորված մի քանի սուբյեկտիվ պատճառներով եւ այնուամենայնիվ բավականին երկար տևեց։ Համենայն դեպս մենք երկուշաբթի օրը հաղթական կներկայանանք, ավարտած մեր ներկայացումը շատ մեծ հույսերով, որովհետեւ այդ ընդունելությունից շատ բան կախված կլինի, հայտարարել մեր մասին, որ պրոֆեսիոնալ մակարդակի թատերախումբ է ստեղծվել Ստեփանավանում, որը ըստ էության հիմնակարն է լինելու քաղաքային թատրոնի, դա մեծ պատասխանատվություն է, որ վերցնում ենք մեզ վրա։ Դրա համար շատ կարևոր է ընդունելությունը, լավ կընդունվի, ուրեմն այդ պատասխանատվությունը տեղին կլինի, ուրեմն կմտածենք հաջորդ քայլի մասին։ Ըստ էության հիմա էլ ենք մտածում, կար մի հատ նախադրելու ենք արդեն եկող տարվա համար, մի խոսքով հույսով ենք։ Ինչպիսի արձագանքներ եղան այն մարդկանց կողմից, ովքեր իմացան ներկայացման մասին կամ գաղափարի մասին, որը կյանքի է կոչվելու հենց Ստեփանավան։ Ես կարող եմ Ստեփանավանի առումով ասեմ, մի քիչ կկրկնվեմ, շատ մեծ ոգևորություն, շատ մեծ, հատկապես հին ստեփանավանցիների, միջին տարիքի ստեփանավանցիների մոտ հատկապես միթե կլինի բան տեսնեն այսպես շատ մեծ ոգևորություն կա, դրա համար ձգտում ենք այդ ոգևորությունը, այդ հույսերի հուսախաբ չանել, իսկ ինչ վերաբերում օրինակ ասենք Վանաձորի իմ արվեստի ոլորտի, գրականության ոլորտի բոլոր իմ ընկերները, գործընկերները, գրչեղբայրները մեծ ոգևորություն, այս ինչ լավ բան եք անում, այս ինչ ճիշտ բան է եւ այլը, զանգով եւ այլը, իսկ այստեղ շատ Վանաձորը իմն է, ես շատ եմ սիրում Վանաձորը եւ իմ Վանաձորի ընկերներին, որոնք ի դեպ նրանք էլ են լինելու, գալու են Վանաձորից
նաև թատրոնից կգան։ Այո, ցանկացողները շատ են։ Ցանկացողներ կան ու շատ լավ են ընդունում։ Այդ գաղափարը լավ են ընդունել, որ Ստեփանավան թատրոնա ձևավորում, թատերախումբա ձևավորվել արդեն։ Շատ։ Դուք խոսեցիք պարոն Սրապյան երիտասարդների կոմպլեքսների մասին։ Ուզում եմ տաղանդից էլ խոսել։ Այն որ կոմպլեքսները կան, դրանք ունենում են իր հետ տանող խնդիրներ, բայց արդյոք դուք տեսնում եք այն տաղանդ, այն աշխատասիրությունը, որտեղ ձեր փորձն էլ այս առումով քիչ չէ եւ մի անգամից նկատելի կլիներ վստահ եմ։ Կա այդ ում տաղանդը նկատի ունեք։ Սաների, որոնք Ստեփանավանում են։ Որոնք Ստեփանավանում են։ Դժվար հարց տվեցիք։ Բայց ինձ շատ հետաքրքրող։ Ավելի ճիշտ պատասխանը միանշանակ չէ, շնորհալիներ կան, բայց վերջին տարիներին շատ չեմ հանդիպում, վերջին տարիներին։ Տաղանդ բառը պիտի չշռայլել, որովհետև 100 տարին մեկ կարող է տաղանդ ծնվել։ Շնորհալիներ են, ես վերջերս եկել եմ եզրակացության, որ կան ընդունակ մարդիկ եւ շնորհալի մարդիկ։ Ընդունակները կարողանում են շուտ տեխնիկան յուրացնել եւ տակից դուրս գալ, իսկ շնորհալիները ստեղծագործում են։ Ես չգիտեմ, չեմ ուզում ասել, սա գիտական ինչ-որ բան է, չէ, սա զուտ իմ կարծիքն է, նեղ անձնական կարծիքն է, որտեղ փորձից գալիս եմ այդ եզրակացության։ Ոգևորվածության պակաս է երբեմն զգացվում երիտասարդների մոտ, մոտիվացիայի պակաս, առհասարակ, բայց մեջները կան այնպիսի երիտասարդներ, որ ուղղակի հիանում ես ու ասում ես 1,000 արժե։ Գուցե այս ընդհանուր երկրի վիճակը կամ ինչ-որ 1000 բան կարող է ազդել, բայց միևնույնն է, դա մարդու մեջ պիտի լինի։ Երբեմն ասում են մթնոլորտը, չգիտեմ ինչը, պատը պիտի այսպես լինի, պատը չպետք է լինի, քո մեջ պետք է լինի այդ ամեն ինչը։ Եվ դու պիտի քո առաջ նպատակ դնես, պետք լինի ժայռնել ճեղքես եւ գնաս առաջ, եթե անգամ խոչընդոտներ լինեն, ով ծնվել է բեմի համար, ով այսինչ նպատակի համար նպատակ է հետապնդում։ Եվ այդ դրա համար է ծնվել, նա չի կիսատ չի թողնի։ Եթե կիսատ ես թողնում, ուրեմն քոնը չէր։ Դա նման է սիրուն։ Չէ, եթե սիրում ես, ոնց կարող ես կեսից հանկարծ սերը պիտի միշտ միջև վերջ սիրես, ամեն մարդ կարող է թերություններ ունենալ, անթերի ոչ ոք չկա, բայց մի թերության համար ոչ ես հիասթափվելու մարդուց, նա քոնն է, դու իրենն ես։ Շատ լավ։ Մաղթենք հաջողություններ ձեր ներկայացմանը եւ թող լինի շարունակական։ Եվ վստահ շատ հեռուստադիտողներ հիմա լսում են, ասում են, բա լավ, մենք ոնց գնանք ի վերջո։ Մոտքը հրավիրատոմսերով է, ինչպես կարող են Ստեփանավանցիները եւ առհասարակ խոշորացված համայնքի բնակիչներին գուցե նաեւ սա հետաքրքիր է այս հանդիպումը։ Խնդրեմ, կարող եք ասել, թե ինչ ուղղություն կտաք։ Ասեմ, շնորհակալ եմ այդ հարցի համար, շատ པարզ պատասխան ունի, որովհետեւ համայնքի ղեկավարը պարոն Գրիգորյանը ասաց, որ առաջին ներկայացումը, ըստ էության պրեմիերան թող լինի ազատ մուտքով, այսինքն ցանկացողները կարող են ազատ գալ, զբաղեցնել իրենց տեղերը դահլիճում եւ վայելել այդ 1 ժամ ու կես անոնց ներկայացումը, որևէ խոչընդոտ չկա, իսկ սկզբից իսկապես այդպիսի միտք կար, որ տոմսերով լինի, որոշակի գումարով, բայց ինքը ասաց, որ քանի որ ինքը մեծ ավանդ ունի, այսպես այդ կայացման համար թատերախմբի բնականաբար իրեն խոսքը կարևոր էր, իրեն առաջարկությամբ, իրեն ցուցումով առաջի ներկայացումը կլինի ազատ մուտք, այնպես որ ով ուզում է, ոնց ուզում է կարող է գալ, վայելել Ստեփանավան, համեցեք աշխարհի ամենասիրուն քաղաքներից մեկը, առաջին ներկայացումը, այո, առաջին ներկայացումը ազատ մուտք կլինի։ Նոյեմբերի 10 ժամը 18:00 հիշեցնենք Ստեփանավանի մշակույթի պալատում։ Իդեպ նաև շնորհակալություն հայտնենք եւ պարոն Շիրմազանին եւ իհարկե քաղաքապետին պարոն Գրիգորյանին, ամեն ինչով փորձել են աջակցել եւ իրենք այնտեղ էլ աշխատակիցները այդ մշակույթի պալատի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի, այո, աշխատակիցները Ստեփանավանցիները շատ հրաշալի են դիմավորում, ճանապարհում, ամեն ինչ փորձում են անել։ Դա մենք շատ բարձր ենք գնահատում եւ ուզում ենք ինչ-որ բանով օգնել։ Չգիտեմ ապագան ինչպես կլինի, որտեղ իրոք շատ բարդ է, իրոք պիտի գան թատերական կրթություն ստանան, առանց դրա չի կարող լինել։
բայց հուսանք, որ կգտնվեն, որովհետև այնտեղ կան լավ երիտասարդներ, որոնք ուզում են։ Շնորհակալ ենք այսօրվա զրույցի համար, ձեզ մաղթում ենք, որ այն նշած ողը, որը դրել եք, անպայման հաղթահարացնեք արդեն նոյեմբերի 10-ից հետո։ Շնորհակալ եմ, համեցեք։ Սիրով, շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստատող բարեկամներ, այս պահին առաջարկում ենք անոնսային տարբերակով դիտել, թե ինչ է սպասվում սեպտեմբեր ներողություն նոյեմբերի 10-ին ժամը 18-ին Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում շարունակեք տել ֆորտունա, ալիքը չփոխեք, որովհետև դրաֆը ձեզ կկարոտի։ Շատ։ Ես կկարոտեմ։ Մնացեք մեզ հետ կհանդիպենք քիչ անց։ Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի թատերախումբը ներկայացնում է։ Ես ժամանակին փողերը բերեցի։ Մենք պետք է սովորենք ապրել առանց նրա։ Դագաղի ընտրությունը լավն էր։ Ոտքովս չեր անցնի, որ հայրս ընդունակ է քայլում։ Ես նրան սպանելու մտադրություն չունեի։ Ես արձանագրեցի նրա մահը։ Իսկ ինչու եք բոլորը Սեբաստիան։ Սեբաստիան մարդիկ։ Միլիոն սերեր կան աշխարհում, սիրտը իմ քեզ համար մի մղոն, սեր է ներսում պահում, մարդ պիտի կյանքում իր մեկ անգամ, քո նման աննման մարդ գտնի, որ հետո մտքում հազար անգամ, տա իրեն հազար երանի, մարդ պիտի սրտում իր մեկ անգամ, քո նման աննման սեր պահի, որ ինչքան սրտեր գնան ու գան, անտարբեր նրանց նայի, միլիոն սերեր կան աշխարհում, սիրտը իմ քեզ համար մի մղոն, սեր է ներսում պահում, միլիոն բարեր բարարանում, չես ասի բարերով միլիոն, թե ոնց եմ քեզ սիրում, չեմ նայում հիմա էլ աջ ու ձախ, ժամերով որ մենակ քեզ նայեմ, որ սրտիդ մեջ չունեն ասել վախ, թե պիտի ես ուրիշով տարվեմ, սերը դարձրել են առուծախ, հավատամ մենք նման չենք նրանց, մեր սերը կավելանա դանդաղ, չի մարի տարիներանց, միլիոն սերեր կան աշխարհում, սիրտը իմ քեզ համար մի մղոն, սեր է ներսում պահում, միլիոն բարեր բարարանում, չես ասի բարերով միլիոն, թե ոնց եմ քեզ սիրում, միլիոն սերեր կան աշխարհում, սիրտը իմ քեզ համար մի մղոն, սեր է ներսում պահում, միլիոն բարեր բարարանում, չես ասի բարերով միլիոն, թե ոնց եմ քեզ սիրում։ Սիրելի բարեկամներ, այնինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ, այդպես սիրում է ասել իմ գործընկերը, կամ այդպես չի սիրում ասել։ Եվ ահա եւ վերջ, մի օր ասած մի ծերացած զի տեսնելով առաջին ավտոմեքենան։ Դա ես չեմ ասել, դա ասել է Ռաֆայել Քոթանջյանը մեր բակը ֆիլմում։ Մեր բակը ֆիլմում, ձեր բակը ֆիլմում։
Բարեկամներ, այսպեսով մեր եթերաժամ մոտենում է իր տրամաբանական ավարտին, մենք արդեն հանդիպելու ենք վաղը, որովհետև վաղը Կիրակի է, իսկ մենք եթերում ենք շաբաթ ու Կիրակի օրերին 20:00-ից Ֆորտունայով։ Այնպես որ բաց չթողնեք նաև մեր վաղվա հանդիպումը, որովհետև ես կնեղանամ, կկարոտեմ ու կլացեմ։ Ես էլ կկարոտեմ, քանի որ հազիվ հունի մեջ ենք ընկել, ոնց որ ես նորից հունի մեջ եկա եւ վերականգնվեց էներգիաս, ասել է թե Այ եթե դու օրինակ գնաս Նունե Վարդանյանի մոտ, հետո գնաս Մարիա Բյութի սալոն, էներգիայի այնպիսի վերադարձ կունենաս, որ վստահ եմ։ Իսկ դա այստեղ կարելի է գնալ ընտրելու։ Կարելի է։ Ես հասկանում եմ, որ Ռաֆը քաղցած է սերի բարեկամներից, ես ուզում եմ ասել, որ մեր գործընկերներին շնորհակալություն պիտի ասեմ։ Նունե Վարդանյան դիմардարման ուսուցման բուժական կենտրոնին, որը գտնվում է քաղաք Վանաձոր, Հայքի հրապարակ Տիգրան Մեծի 39 կոտորակ 1 հասցեում, եւ Մարիա Բյութի սալոնին, որը գտնվում է քաղաք Վանաձոր, բազում թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում։ Իսկ այսօրվա համար նախատեսված էր այսքանը բարեկամներ, կհանդիպենք վաղը, սիրում են բոլորին, օդային համբույրները չեն մոռանում։ Գնաց Այո, հատկապես որ ես նրանց կկարոտեմ։ Ես էլ հավատացեք։ Ես ավելի շատ։ Ես մի քիչ ավելի շատ։ Սիրահարվել եմ քեզ առաջին օրից, արնացա երազից, կարոտ կա նորից, օդ չկա ինձ համար հեռու քեզանից, Կաթիլը ծով դարձավ մեր սիրո չափից, Քեզանով է հոգին իմ վերթրջել, Կինոյի պես ենք իրար ճանաչել, Մեր սիրո հետ չարժի ոչինչ չափել, Եթե սերկա արժի երկար ապրել, Մի անգամ է կյանքում սերը յոր գալիս, ու թակում գողանում մեր սիրտը մեզից, Քո սիրուց փոխվեցին ճամփեգը կամքից, Քեզ գտա կորցրեցի աշխարհը հիմքից, Քեզանով է հոգին իմ վերթրջել, Կինոյի պես ենք իրար ճանաչել, Մեր սիրո հետ չարժի ոչինչ չափել, Եթե սեր կարժի երկար ապրել, Քեզանով է հոգին իմ վերթրջել, Կինոյի պես ենք իրար ճանաչել, Մեր սիրո հետ չարժի ոչինչ չափել, Եթե սեր կա արժի երկար ապրել, Քեզանով է հոգին իմ վերթրջել, Կինոյի պես ենք իրար ճանաչել, Մեր սիրո հետ չարժի ոչինչ չափել, Եթե սեր կա արժի երկար ապրել, Քեզանով է հոգին իմ վերթրջել, Կինոյի պես ենք իրար ճանաչել, Մեր սիրո հետ չարժի ոչինչ չափել, Եթե սեր կա արժի երկար ապրել, Մարիա Բյութի սալոն, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։
Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ ու թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։